լսում ես, հա։ Չէ։ Ուղղակի անմեղի Տերն Աստվածը։ Անմեղը աղբերդ էր, որ մեռավ հակառակվելու համար։ Դու ով ես, որ իմ դեմ դուրս գաս, ինձ ու քրոջս խաբես, ու այդքանից հետո էլ ապրես։ Եթե դու անմեղ ես, ուրեմն իմացի ես սատանայի կողմից ուղարկված եմ, որ քո նման աղբից ազատվի ես երկրագունդը։ Որ իմանաս ողջ կմնաս, մի վարկյան ձեռքերդ չի դողը։ Ինչի՞։ Ով է քո համար վրեժխնդիր լինելու։ Քույրդ։ Ինձ ու քեզ կապող Էռնան հունան։ Ես համոզված եմ, որ դու համոզվել ես, որ Էռնայի ընտրությունը ես եմ, ոչ թե դու։ Այ որ իմ ասած բոյ փրվել ես, այդ ամենի հեղինակը ես եմ։ Բայց ոնց տեսնում ես, հիմա ես դիմացդ ողջ ու առողջ կանգնած եմ։ Որովհետև ես եմ ողջ, ու դա փրկում է քեզ։ Բայց քեզ ոչ ոք ու ոչինչ չի փրկի, երբ որ Էռնան իմացավ, որ դու երեխա ունես ուրիշից։ Լավ ասացիր երբ, բայց այդ քո ասած երբը երբեք չի կարա գա, որովհետև երեխա չկա։ Իսկ եթե երեխա, ապա միայն Էռնայից ես։ Դու երեխա ունես, ու ես այդ անպայման աչքդ եմ մտցնելու։ Չես կարա, դժվար կլինի աներցակ ջան, համեկել մի բան, մի քիչ հեռու էլի կանգնի, ծանր շնչառությունից այդ նյարդայնանում է։ Դառականի նման կտրորեմ ու կանցնեմ։ Ապրես, որ հանեցիր ինձ այսօր տնից։ Մաքրոթը բոլորին պետք է, առավել ևս քեզ։ Բայց դու քեզ վտանգելով իմ հետ հանդիպում ես, այդ ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Մի տեսակ լավ չեմ զգում դրանից։ Լեո, ված գալ պետք չի։ Խնդրում եմ, մեր առանց այդ էլ բարդ հարաբերությունները մի բարդացրու։ Մեկ էլ խնդրում եմ Գրիշի հետ մի կռվի, հա։ Ասենք, չես մտածում, որ կարելի է այդ ամեն ինչը Գրիշին ասել, որ հետս կռիվ չփնտրի։ Ես հասկանում եմ, Գրիշը քո հետ շատ վատավարվել, բայց խնդրում եմ վրեժխնդրությամբ չլուծվես, հա։ Բայց պիտի ասեմ, որ աղբերդ ինձ սովորացրեց ատելությամբ լծվել է ինչ բանա, կամ վրեժխնդրության հետևից գնալ է ինչ բանա։ Էլ մի շարունակի։ Չեմ շարունակի։ Ճիշտ ես, պետք չի մեր օրը փչացնենք։ Այսօր մեր օրն ենք փչացնում, իսկ վաղը մեր կյանքն ենք փչացնելու։ Այս տեմպերով մենք ապագա չունենք։ Ասում էի չէ, կհասնի, մազս ծրվի, Էռնաս աչքերդ կհանի։ Էռնա, դու հələ փոշմանելու ես սրան կուրորեն հավատալու համար, բայց ուշ է լինելու։ Էռնաս ուրիշ է, Աստծու տված է, ինքը եզակի կին է, գուցե ես իրան արժանի չեմ, բայց ես իրան պաշտում եմ։ Քուրս խնդրում եմ, սրա խոսքերին մի հավատա, ոչ մի խոսքի մեջ ճշմարտություն չկա։ Հունան դու խոստացար, որ մեզ հանգիստ կթողնես ու ազատություն կտաս, բայց ամեն ինչ ավել ես փչացնում ու փորձում ես ամուսնու սպանել։ Ես ընդամենը ուզում եմ աչքերդ բացեմ։ Դու իմ ատելության ես արժանանում։ Ինչքան քեզ սիրել եմ, նույնչափ քեզ սկսել եմ ատել։
Կարծի եմ, որ քեզ չի սիրում ես։ Համել օգտագործում է։ Մի խոսա։ Սա իմ ու քո հաշվին ուրիշ ընտանիք է պահում։ Գնա։ Երեխա է պահում։ Այդ դրա համար էլ չի ուզում, որ երեխա որդեգրեք։ Չեմ ուզում լսեմ քեզ ու նախընտրում եմ դուրս գնա։ Ես հրաժարվում եմ քո նման աղբեր ունենալուց, դուրս արի։ Գոհ ես, չէ՞։ Ուրախացի։ Բայց ասեմ, որ ուրախությունդ շատ կարճ է տևելու։ Քեզ թվում է քեզ չէի կարողանում սատկացնել ու անցնել առաջ։ Ընդհանրապես քեզ ողջ եմ թողել, որ այդ երեխուն գտնեմ, բերեմ կանգնացնեմ քրոջս դիմաց, որ հասկանա վերջը ինչա կատարվում։ Բայց ոչինչ։ Այդ ամենից հետո ես քեզ կսատկացնեմ ու կանցնեմ առաջ։ Չնեղվես, չխեղճանաս, ցավը տանեմ, ես էլ կանցնի, հավատա ինձ, հլարի, արի մոտս, կողքս նստի, ցավը տանեմ, ջան, լացի, իշքան կուզես լացի, թող սիրտդ հանգստանա, ջան, դանտեն վերքս ու կարերս չի ցավում, սիրտս, լացի, Ես բայի համար կդիմանամ, դարդ ջան։ Հանգստացի։ Ոնց ես, մամ ջան։ Լավ եմ բալես։ Շատ ցաված։ Դու մի մտածի բալես։ Ինձ համար ավելի ցավոտ է քեզ այս վիճակում տեսնելը, քան իմ ցավը։ Լավ մամ, բա երբ է պատասխանը լինելու։ Դե երևի մի 10 օրից։ Այդքան պետք է սպասենք։ Անհանգստանալու բան չկա։ Նույնիսկ եթե հյուսվածքաբանական հետազոտությունների պատասխանները վատ կան, կոնկրետ վահանաձև խնդրի դեպքում հարցը լուծելի է դառնում վիրահատության միջոցով։ Կվիրահատվեմ ու կվերջանա ամեն ինչ։ Ամեն դեպքում ես շատ անհանգիստ եմ։ Այս դրա համար էլ չէի ուզում, որ դու իմանայիր այս խնդրի մասին։ Մամ, մենք այս խնդրի լուծման ճանապարհը միասին պետք է անցնենք։ Երանի իմ միակ մեծ խնդիրը սա լիներ։ Հանան ջերմաչափը վերցնեմ հերիք արդեն։ Ձեր պետք չի։ Գնա։ Ինչ ես խոսում։ Գրիշո։ Գնա։ Ու էլ չկաս։ Զառանցում ես, մանան։ Բակը զառանցես, բա ինչ կանես։ 41-ա տաքությունդ հասնում։ Սա եկա։ Պետք է գնամ դեղատուն։ Գիտես ինչ պա, հա, Էլեն, ոնց որ անընդհատ ուզում եմ իրան տենամ։ Տենամ մի քիչ խոսամ էլի ես զգացածների սպով կարող ինձ հասկանում է։ Բայց դա հենց տենում եմ այդ իր անկապ կապրիզներով այնքան է ներվերս ուտում, որ մի խոսքով ու տենց Այ այդ ուրի շուրջ երկար մտածեցիր։ Ան ինչ ես խնդում։ Որովհետև ես ճանաչում եմ 5 Գրիշոյին։ Այդ նոր Գրիշոնով է որ։ Նոր Գրիշոն դիմացս նստած է։ Էրիկա հոգուս հետ խաղաս, հա։ Հոգուտ հետ սերն է խաղում կամ էլ սիրո դեմքով մանանը։ Էլեն չնկարակն ընկա մի քիչ սիրտս բացեցի քո առաջ։ Ձեր դիագնոզը պարզ է Գրիշա Մակունց։
Տենց արագ բարձում եք, հա, Փաստորեն։ Շնորհավորում եմ։ Դուք սիրահարվել եք։ Ինչ ես խոսում, ինչ սիրահարվել։ Դոկտոր ջան, շատ սխալ դիագնոզներ եք տալիս, դες ասեմ իմացեք։ Զուտ զբաղվում ենք էլի։ Ուրեմն իմացի, որ զբաղվելով ընկել է սիրո թակարդը։ Գնամ ինձ կարգի բերեմ։ Գնա ցավը տանը։ Չնայած դու սենցել ես չքնաղ, բայց որ մի հատ լվացվես, չէ, ադամանդի պես կփայլես։ Հեսա կգամ։ Յախք, ոնց եմ զզվում ձեզնից ու ձեր անդուր ընտանիքից, բայց ոչինչ, խաղաքարտերն իմ օգտին են դասավորվում։ Այսօր ավելի լավ ես։ Ոնց որ շուշուտ ես գալի, չլնի սիրտը ցավում է։ Եկել եմ պատասխանը ստանալ։ Նախորդ անգամ չասեցիր ինչ ա եղել։ Թոռը սուրա։ Գիշերը գոնե քնել ես, թե արթուն նստը վարկյաններն ես հաշվել։ Արդեն 20 տարուց ավել է։ Ոչ մի գիշեր գլուխս բարձին չեմ դրել, առանց թոռանս մասին մտածելու։ Անիմաստ։ Լեսու չորանա, հիմար լակոտ։ Ես ի տարբերություն քեզ ու Ռաֆի հողին կպած մարդ եմ, ու ես համոզված էի, որ այդ երեխան չի ապրելու։ Այդ դուք էիք ձեզ հույս տվել։ Թոռը կա։ Ուղղակի ես տեղը չգիտեմ։ Դու ինձ հարցնում ես ինչ ա եղել։ Ես էլ քեզ ասում եմ։ Թոռդ չկա։ Թոռդ մեռել է։ Այդ ձևով չխոսես թոռանս մասին։ Այ հենց դու։ Եթե Ռաֆին թևեր չտայիր ու չհավատացնեիր, որ իր երեխան ապրելու է, աղբերս չէր գնա ու չէր մտնի անօրինական մարտերի մեջ, ինչա թե փող աշխատեր, փող բերեր։ Հիմա գոհ ես, ոչ տղետ կա, ոչ թոռդ։ Ինչ զզվելի մարդ ես։ Մեջդ մի գրամ խիղճ ու զգացմունք չկա։ Հետ գիտես երբվանից։ Հիշում ես, որ ինձ հանեցիր փողոց շպրտեցիր։ Այդ օրվանից մեջը շատ բան մեռավ, նույնիսկ մարդը։ Մարդը քո հետ շատ վախուց է մեռել։ Շատ կուզեիր, չէ՞։ Շատ կուզեիր, որ Ռաֆի փոխարեն ես մեռած ելնեի։ Ես քո հայրն եմ, հիմարի մեկը։ Որ թոռս չկար։ Ինչի չեկար։ Ինչի չասեցիր։ Չէի ուզում քեզ այս վիճակում տեսնեի։ Բա փողերն ինչ արեցիր։ Բայց դու ես ինչ մարդ ես։ Քանի կար թոռանդ կռիվն էիր տալիս, հիմա արդեն անցալ փողերին։ Նորից դուք։ Հա, նորից ինքը, նորից եկել է։ Մի գնա, էլ հենց ոտդ քաշում ես, դե մարդիկ են գալի անընդհատ։ Այդ ցավը տանը, մեկ էլ ինձ համոզում է, որ ինքը իմ հերն է։ Ընդամենը 2 անգամ եմ այս մարդուն ես իմ կյանքում տեսել։ Ինքը իրան հավատացրել է, որ ես իր տխեն եմ։ Հիշում ես,
Քեզ ինչքան եմ ասել, մարդիկ որ մեծանում են, տարիք այդ խելքները հետ են տալի։ Այ պապի ջան, այդ ցավը տանեմ։ Գնա էլի։ Աղջիկ ջան։ Հեռու մնա սրանից։ Եղ քեզ։ Սա մարդ չի։ Հեռու մնա։ Հավես մարդը ինչի ամեն անգամ գալիս քո մոտ ու ասում է, որ քո պապան է։ Խելքը գցած բիձա։ Ինչ իմանամ։ Ավել պակաս չխոսաս հա ուրիշների մոտ։ Պետք չի։ Ասում էի չէ։ Ադամանդի պես փայլելու ես։ Արևս։ Ինձ պետք է որ դու երեխու հետ վերադառնաս Հայաստան։ Չեմ կարող, եթե մի կերպ եմ փախուստի դիմել, ոնց եմ հետ վերադառնալու։ Դե ինձ ապացույցներ են պետք, որ ավոյին պատին սեղմեմ։ Չէ, ես չեմ ուզում երեխուս օգտագործեք։ Իսկ ով նման բան ասեց։ Պարզից էլ պարզա, որ ձեզ երեխես է, պետք որ կարողանաք ավոյին մեղադրեք։ Իսկ դուք չեք հասկանում, թե իմ հետ ինչ կարա լինի։ Դու հանգիստ եղի, քեզ ոչ ոք չի նեղացնի։ Ավոն ինձ կհոշոտի, երեխուս էլ ձեռիցս կառնի։ Շատ չես գերագնահատում։ Ախր ապրել եմ հետը, գիտեմ չէ ինչի ընդունակ։ Չնայած հա, այն ինչ ավոն կարա անի, այդ տեսել եմ։ Մի նեղացեք էլի, ուղղակի ես էլ եմ վախենում ու չեմ կարող գալ։ Հիմա ինքը ինձ հաստատ չի ների, որ ողջ ճշմարտությունը պատմել եմ երեխու մասին։ Եթե երեխու հետ վերադառնաս, խոստանում եմ քո ու երեխու անվտանգությունը կապահովեմ։ Մտածի զանգի։ Որ ինքը ասե։ Դրել եմ ոչնչության սիրուն եմ համոզում։ Արա մտնեմ թե չէ։ Որ մտնեմ ներսը մարդ լինի։ Արա թորնի է ինչ պատի անեն։ Մանան։ Մանան։ Ոնց ասիկ տենց է եղավ էլի։ Մարդ չկա։ Ջուր եմ ուզում։ Էս ի՞նչ է վիճակդ մանան։ Դավիթ, ջուր տուր։ Ինչ Դավիթ աղջի գրիֆնա։ Վարվում ես մանան, էս ի՞նչ է եղել։ Կամ ես տեղյակ չեմ որ դու հիվանդ ես։ Դու ինչ ես եկել։ Հələ ես ջրից խմի մի հատ։ Ախպերներիս եմ ուզում։ Դեբիլ ախպերները թխեն քեզ ես վիճակում թողել գնացել է։ Ախպերներս ինձ շատ են սիրում։ Ես գիտեի մեր երկրում օրենքը գործում է, բայց սխալվեցի, երբ հիվանդանոցում տեսա Հունան Մակունցին։ Հունան Մակունցը էլի եկել էր հիվանդանոց ու ուզում էր մահափորձ կատարել ինձ վրա։ Լավա կինս հասավ ու կանխեց այդ ամենը։ Չեմ հասկանում, ինչի չեք փակի տակ առնում Հունան Մակունցին, թե վախենում եք նրա ազդեցիկ կերպարից։ Ուզում եմ ասեմ, որ ձեր հետ ոչ պակաս ազդեցիկ մարդ է խոսում։
Ինչի էր հիվանդանոց գնացել։ Չես կարողանում մոռանալ քրոջը տակ անգամ ուսնում։ Չէ, ես դժգոհ եմ։ Ինչից։ Որ դա մինչև հիմա ապրում է։ Իսկ դու քեզ կհարգեիր, որ այդ ողորմելի պատճառով բանտում հայտնվեիր։ Բալա ոնց անեմ։ Ախր ես հիմա էլ ինչ չեմ կարողանում հարգեմ, քանի դեռ դա ապրում է։ Լավ, ավոյի մասին կմտածենք այն ժամանակ, երբ հերթը հասնի իրեն։ Հիմա մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, պիտի մեր երեխաներով զբաղվենք։ Հա, ճիշտ ես։ Պետք է մեր երեխեքին այդ Սարգսյանների ընտանիքից հեռու պահենք։ Մենակ տեսնել ոնց խառնվեց իրար, երբ որ այդ Լեոյի մասին հարցրեցի։ Քեզ ինչ է թվում, դրանք մի ընտանիք են։ Ինձ թվում է հա մի ընտանիք են։ Մենակ դու այդ ավոյի վիճակը տեսներ, երբ որ ես ասացի, որ Ռաֆի տղեն է։ Նույնիսկ չհերքեց։ Այդքան հերիք էր ինձ, որ ես հասկանայի։ Ուղղակի ինձ հիմա ավելի շոշափելի ապացույցներ են պետք։ Բայց հիմա քեզ քո ազատությունը պետք է հետաքրքրի։ Պայմանավորվեիր դրա հետ, որ լուռ մնա, որ բողոք չներկայացնի։ Ախր ես այդ տականքի հետ ինչ պայմանավորվեմ։ Այ փոխարենը զանգել եմ սիրուն ու ասել եմ, որ երեխուն վերցնի գա։ Ինչա պատասխանել։ Դեռ չի պատասխանել։ Բայց վստահ եմ, որ պատասխանը կլինի դրական։ Շնորհակալ եմ թեյի համար, շատ համեղ էր։ Քեզ համար ես կարող էի ճաշի լավ սեղան գցել։ Չեմ կասկածում։ Բայց մյուս անգամ։ Ինձ ուղեցեք պետք չի։ Սպասի վերարկուս վերցնեմ, ես էլ եմ դուրս գալիս սերս։ Բարև ձեզ։ Ունան Մարկնս, դուք պետք է մեզ հետ բաժին գաք։ Դե չեմ հասկանում, պարապ եք մնում, գալիս եք իմ հետևից։ Ավետիք Սարգսյանից բողոք կա, դուք եղել եք հիվանդանոցում եւ փորձել եք սպանել նրան։ Հիմա հասկացար, ում այդ գործում եք։ Հանգիստ ես։ Հետևեք մեզ։ Իմ ամուսինը ոչ միտեղ չի գա։ Հանգստաց։ Դու ավելի լավ գնանք ու գործով զբաղվի։ Ամեն ինչ նորմալ է։ Ստուռնել էի բաց թողել։ Հալո։ Հա, բարի օր, կլինի ես հետո զանգեմ։ Լավ։ Տակությունը ոնց որ իջել է։ Ձեզ դեղավոր խմես, ավելի լավ կիշնի։ Վերցրու։ Ով կա տանը։ Անան, մենակ ես եմ։ Ում ես ուզում։ Քանի հատու։ Լավա դրա մեծաբերան աղբերն եկավ վերջապես։ Արա թե ասա Գրիշո ջան, դու ինչ ես այդպես տավայտվում այդ մանանի համար։ Վերջերս ոնց որ ինքս ինչ չհասկանամ աղբեր։ Չգիտեմ ինչա կատարվում հետս։ Քեզ լավ չես զգում։ Նենց բան չասեցիր, որ լավ զգում։
Լեո, ախր դու չես պատկերացնի ես ինչ վիճակում եմ, երբ որ լսեցի քո ու Գրիշի խոսակցությունը։ Որ կյանքից գնով լիներ, պետք է այնպես անեի չհանդիպեիք։ Նան ստացվեց, որ չհանդիպեցինք, Լեա։ Բայց իմ կոկորտին քո ասածն է կանգնած ոսկորի նման։ Ինչ է նշանակում, որ մենք չենք կարող ապագա ունենանք։ Եթե իմ հետ չէ, ում հետ ես պատկերացնում քո ապագան։ Լեո, եթե անգամ մի վայրկյան զգամ, որ մեր սերը վտանգավոր է քո համար, ես կհրաժարվեմ քեզնից։ Ուշադիր ինձ լսի, Լեա։ Եթե դու նույնիսկ գնաս այդ քայլին, ես այդ չեմ թողի։ Ուզում եմ ծնողներդ գան կանգնեն, ուզում եմ ամբողջ ընտանիքդ, ուզում եմ ամբողջ աշխարհը գա կանգնի, ես այդ թույլ չեմ տա։ Սիրուն ես խոսում, բայց չես թողում, որ այդ ամեն ինչը սիրուն զարգանա։ Ես չէ, Լեա, ընտանիքդ չի թողնում։ Լեո, ես չհասկացա, երբ պապան քո հանդեպ թշնամացավ։ Ախր ինքը սկզբում հիացած էր քեզնով։ Այնպես սկսած, երբ հասկացա, որ ես իր դուդուկի տակ չեմ պարելու։ Այդ լավ է, որ իմ հետ համամիտս։ Շատ կուզեի փոխեի իրականությունը։ Մի քիչ շատ չես ծանրաբեռնում քեզ։ Բաց թող ամեն ինչ, Լեա։ Չես կարա մենակով ես իրականությունը փոխես։ Ուղղակի ձեռքս ամուր բռնի։ Ու խոստացի, որ ինչ էլ լինի, երբեք բաց չես թողնի։ Խոստանում եմ։ Բայց դու էլ չմոռանաս խոստմանդ մասին։ Ես ինչ անեմ, տղա ջան։ Համատում եմ, համ էլ սիրում քո ուրացող եղբորը։ Աշխարհը գլխիս փուլ եկավ, երբ ասեց, որ թորս չկա, որ քո ձակը չկա, չի ապրել։ Ուզում էի խեղդել այդ պահին իրեն, բայց ինքն ինչ մեղք ունի։ Չնայած վաղուց մեղքի մեջ թաղված է։ Որ մի որդին հոր հետ այդպես կվարվի, որ մի որդին հորը սեփական կնոջը չի ներկայացնի։ Պատկերացնում ես, իմ ներկայությամբ կնոջ լացում եմ, ես չեմ ճանաչում ես ծնտած բիծուն։ Ես ոնց կարողացա նման ժառանգ ունենալ։ Ահոն այսօր ավելի վտանգավոր ու անհոգի է դարձել։ Պատուհան բացեք։ Մի տեսակ տոթ է։ Տոթ չի, երևի ներքին լարվածությունն է ձեզ անհանգստացնում։ Ներքին լարվածություն։ Այո, որովհետև Արտակուս շատ հանգիստ եք երևում։ Համենայն դեպս փորձում եք տենց ներկայանալ։ Ինձ ուղղակի շատ հետաքրքիր է, ես նորից ստեղ ինչ եմ անում։ Ավետիք Սարգսյանի կողմից բողոք ենք ստացել։ Պնդում է, որ գնացել եք հիվանդանոց եւ սպառնացել եք իրեն։ Դե իմ անհաջող փեսան իմ հետևից հանկած։ Ինչ ուզի կհորինի։ Դուք հերքում եք, որ եղել եք հիվանդանոցում եւ սպառնացել եք, որ կզրկեք կյանքից։ Հա, հերքում եմ։
Բայց դուք փաստացի եղել եք հիվանդանոցում, տեսախցիկները ֆիքսել են ձեզ։ Տեսագրությունները հասրել ենք նայել, նույնիսկ բուժաշխատողներն են ձեզ տեսել Ավետիք Սարգսյանի մոտ։ Ներես։ Ուր էիր։ Խառը գործերով, բայց հենց զանգելս մի անգամից սլացել եմ ստեղ։ Մի հատ լրջաց։ Բայց ես ոնց կարող անլուրջ լինեմ, եթե հերս ստեղ է։ Տական քավոն էլի բողոքել է։ Խառը, ես ոնց մի հատ դրան Հիմա միակ բանը, որ մենք պետք է ուզենք, այդ հորդ ազատությունն է։ լավ, բա ինչ պետք է անենք դրա համար, ասա։ Պիտի սպասենք։ Կարող եմ մի հատ այդ համդ որդի վրով անցնեմ։ Հա, որ ես պատի տակ կանգնած երկուսից սպասեմ։ Չէ, մամ ջան, որ պապայի գործերը մի քիչ առաջ գցել։ Թե չէ, տավուն լրիվ խառնել է իր պապայի տեղերը։ Եկար Ռոմեո։ Կներես աղբերս, սաղբերը թողել էի քո վրա դուրս է եկել։ Հա, ոչինչ, նորմալ է, սիրարված տեղա ես։ Մանանը ոնց է։ Հիմա ոչինչ, բայց մի պահ շատ վատ էր։ Գնացի դեղատուն եկա։ Իսկ պապին։ Նա պապին միջև հիմա չկա։ Լավ է, սիրա։ Զարմանալի է։ Ոնը դու զանգեիր։ Զարմանալին էնա, որ համ ուշացել է, համ էլ նա չի զանգելու հարցրել մանանը ոնց է։ Զանգի տես ուր է։ Չի վերցնում։ Մի հատ է փորձ։ Մեծ զանգի մեր փաստաբանին էլի մամ։ Ես գալուց առաջ հորդ առաջարկել եմ, բայց մերժեց, ես էլ թույլ չտվեց իր խոսքից անցնել։ Չէ, հիմա ուզում եմ մի հատ զանգի էլի։ Պաստորեն ամեն ինչ այդքան լուրջ է։ Այնքան լուրջ է, որ բաց չեն թողում։ Տականքը հասավել է իր ուզածին։ Զղջալու է, երթվում եմ, անիծելու է այն օրը, որ ոդկա դրել մեր տուն։ Քեզ բան, չեղավ պապին, շատ ուշացավ, զանգերին էլ չի պատասխանում, ինչ եղած կրնի։ Ապա մի բան մտքովս անցավ, գրվա զանգենք թատրոն, համար ունես։ Հա, ունեմ, սպասի զանգի։ Ալո։ Այո։ Բարը ձեզ Սոնա Գագիկովնա լավ եք։ Դավիթ ջան, դու ես։ Հա, ես եմ, կներեք էլի որ անհանգստացնում եմ, բայց պապի հետ կապ չի լինում հաստատել։ Կարող եք փոխանցել, որ մեզ զանգի։ Բայց Դավիթ ջան, պապիկդ այսօր թատրոնում չի եղել։ Ոնց չի եկել։ Վատնից դուրս եկա, որ գար թատրոն։